Շարունակում ենք մեր թեման 5-րդ գլուխը ամբողջությամբ կարդանք։ Նույն թեմայի մեջ ենք, այն ինչ որ նայել ենք անցած անգամ 4-րդ գլխի մեր ուսումնասիրությունից, այդ է, որ բարձրալը իշխում է մարդկանց թագավորության վրա։ Այս նույն վերնագրի ներքո ու հաջորդ գլուխներ ասենց լինելու։ Դրա համար կարդանք ամբողջ 5-րդ գլուխը ու տեսնենք այս իշխանի հետ կապված Աստված ինչ գործեր անում։ Դանիել 5-րդ գլուխ։ Բաղդասար թագավորն իր մեծամեծներից 1000-ի համար մեծ հացկերույթ տվեց և այդ 1000-ի առաջ գինի խմեց։ Եվ գինին էր հանդեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը, Նաբուկոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածների։ Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այդ ձեռքը, որ գրում է։ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց և նրա խորհուրդները խռովեցին նրան։ Նրա մեջքի հոտերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկ-մեկի էին խփում։ Թագավորն ուժգին կոչեց, որ բերեն հմայողներին, քալդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկա մանյակ կլինի նրա պարանոցին, Կարում շարունակեմ։ Այն ժամանակ թագավորի բոլոր իմաստունները եկան, բայց չկարողացան գրությունը կարդալ, ոչ էլ դրա մեկնությունը հայտնել թագավորին։ Այն ժամանակ Բաղդասար թագավորը խիստ տագնապեց, երեսի գույնը փոխվեց, իսկ նրա մեծամեծները ապշել էին։ Թագավորի ու նրա մեծամեծների խոսքերի պատճառով թագուհին խնջույքի ապարանք էր եկել։ Թագուհին խոսեց ու ասաց. «Արքա, հավիտյան կաց, թող քո մտքերը քեզ չտագնապեցնեն, ու երեսիդ գույնը թող չփոխվի։ Քո թագավորության մեջ մի մարդ կա, ում մեջ սուրբ աստվածների հոգին կա, քո հոր օրոք լույս ու իմաստություն ու աստվածային իմաստության պես իմաստություն գտնվեց նրա մեջ, և հայրդ Նաբուկոդոնոսոր թագավորը, հենց քո թագավոր հայրը նրան մոգերի, աստղագետների, քալդեացիների ու գուշակների գլխավորը կարգեց։ Քանի որ այդ Դանիելի մեջ, ում անունը թագավորը Բաղդասասար դրեց, մի գերազանց հոգի գտնվեց, երազներ մեկնելու, գիտություն ու հասկացողություն, առեղծվածներ բացահայտելու ու կնճռոտ հարցեր լուծելու։ Արդ Դանիելին թող կանչեն, ու նա մեկնությունը կհայտնի»։ Այն ժամանակ Դանիելը թագավորի առջև տարվեց։ Թագավորը խոսեց ու ասաց Դանիելին. «Դանիելը դու ես Հուդայից գերեվարված երեխաներից, որոնց իմ թագավոր հայրը հրեաների երկրից բերեց։ Քո մասին լսել եմ, թե աստվածների հոգի կա քո մեջ, ու քո մոտ լույս ու հասկացողություն ու գերազանց իմաստություն է գտնվում։ Եվ հիմա իմ առջև իմաստուններ, աստղագուշակներ բերվեցին, որպեսզի այս գրությունը կարդան ու դրա մեկնությունը ինձ հայտնեն, բայց չկարողացան այդ խոսքի մեկնությունը տալ։ Եվ ես լսեցի քո մասին, թե կարող ես մեկնությունը անել ու խրթին հարցերը լուծել։ Արդ եթե կարող ես կարդալ գրությունն ու դրա մեկնությունը, ինձ իմացնել, ծիրանի կհագնես ոսկի մանյակ պարանոցիդ վրա ու թագավորության մեջ երրորդ իշխան կլինես»։ Այն ժամանակ Դանիելը պատասխանեց թագավորի առաջ ու ասաց. «Թող քո պարգևները քոնը լինեն, ու ընծաներդ ուրիշին տուր։ Իսկ ես գրությունը կկարդամ թագավորի համար և մեկնությունը կիմացնեմ նրան։ Դու ով արքա, բարձրյալ Աստվածը թագավորություն, մեծություն, փառք ու պատիվ տվեց քո հորը Նաբուկոդոնոսորին, և նրան տրված մեծությունից բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները դողում ու վախենում էին նրա առաջ։ Ում ուզում էր սպանում էր, ում կամենում էր կենդանի էր թողնում, ում ուզում էր բարձրացնում էր, իսկ ում ուզում էր ցածրացնում։ Սակայն երբ նրա սիրտը հպարտացավ և նրա հոգին անպարտավորությամբ խստացավ, ընկավ իր արքայական գահից, ու նրա փառքը վերցվեց նրանից։ Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, նրա սիրտն անասունների պես դարձավ,
իսկ նրա բնակության վայրը Էշերի հետ էր։ Խոտ էին տալիս նրան, ինչպես եզներին, ու նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում, մինչև ճանաչեց, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա։ Եվ ում ցանկանում է դնում է դրա վրա։ Իսկ դու, նրա որդի Բաղդասար, քո սիրտը չխոնարհեցրիր, թեև այս բոլորը գիտեիր։ Այլ երկնքի Տիրոջ դեմ քեզ բարձրացրիր ու նրա տան անոթները բերին քո առաջ, եւ դու ու քո մեծամեծները, քո կանայք ու քո հարճերը դրանցով գինի խմեցին։ Եվ արծաթե ու ոսկե ու պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին փառաբանեցիք, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում, ոչ գիտեն, իսկ այն Աստծուն, ում ձեռքում է քո շունչը եւ քո բոլոր ճանապարհները դու չփառավորեցիր։ Այնժամ նրա կողմից ուղարկվեց ձեր քիթապն ու այդ գրությունը գրվեց։ Այդ գրությունը սա է. Մանե, Մանե, Թեկեղ ու Փարսին։ Եվ սա է դրա մեկնությունը. Մանե, Աստված հաշվել է քո թագավորությունն ու այն ավարտի բերել։ Թեկեղ, կշռքով կշռվեցիր ու պակաս գտնվեցիր։ Փարես, թագավորությունդ բաժանվեց ու մարերին ու պարսիկներին տրվեց։ Այդ ժամանակ Բաղդասարը հրամայեց եւ Դանիելին ծիրանի հագցրին։ Իսկ պարանոցին ոսկեմանյակ ու նրա մասին հռչակեցին, թե նա թագավորության մեջ երրորդ իշխանն է լինելու։ Այդ գիշեր քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց եւ մարած տարեհը 62 տարեկան էր, որ թագավորությունը վերցրեց։ Շատ հետաքրքիր պատմություն ու ել եմ ասում, սա այստեղ էլ կա այդ արտահայտությունը, ասեմ որ համարում մինչև որ ճանաչեց, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա։ Իմ պնդումը հետևյալն է, որ անցած S 21 անցած S ու հաջորդ գլուխը խոսում է այս նույն բանի մասին, որովհետև Աստված կառավարիչների որպես իշխան ու գերիշխան է հանդես գալիս։ Ու եթե մենք հիշում ենք կամ ովքեր ներկա էին, կհիշեք ներածության ժամանակ մենք Բաղդասարի ինքնությանը մի քիչ անդրադարձել ենք։ Այստեղ մենք 4-րդ գլխից հետո ունենք առանց որևէ բացատրության կամ տարեթվի նշման անցում 5-րդ գլխին։ Դանիել 5-րդ գլուխը մեզ կտրուկ տեղափոխում է Նաբուգոդոնոսորի ժամանակներից դեպի Բաբելոնիա կայսրության ամենավերջին գիշերը։ Մենք ունենք չէ մարգարեների մեջ, օրինակ Եսայու մեջ, որ խոսում է, որ Բաբելոնը կընկնի, շատ մարգարեություններ ունենք Բաբելոնի անկման հետ կապված։ Ու հետաքրքրական այն է, որ Աստվածաշունչը այստեղ Դանիել մարգարեի գրքում մեզ տալիս է այդ վերջին գիշերվա մասին մի պատմություն։ Շատ հանգամանքներ էին բերել Բաբելոնի անկմանը, դրանից առաջ իր մեղքերը, որ մարգարեները շատ խոսացել էին դրա մասին, բայց այստեղ կոնկրետ Դանիելը ներկայացնում է մի բան, որ ամենավերջին գիշերը տեղի ունեցավ, որը հանդիսանում է, այսպես ասած, դրանից առաջ իր արած մեղքերի, այսպես ասած, գագաթնակետը։ Ինչ էր իր մեղքը, որ ինքը չէր ճանաչում Բարձրյալ Աստծուն, չէր ճանաչում, այսինքն չէր հավատում, որ Աստված է վերջնական ասողն, ինքը թեորիապես գիտեր Դանիելի Աստծուն։ Ու առանց որևէ բացատրության Դանիելը մեզ շատ տարիներ առաջ է տեղափոխում դեպի այն վերջին գիշերը, որտեղ այս կառավարիչը սպանվեց ու քաղաքը ընկավ Մանրապարսկաստանի կողմից։ Սրանից հետո արդեն մենք տեսնելու ենք հաջորդ գլխում արդեն Մարացի Դարեհն է թագավոր դառնում։ Ու ոչ մի անցում չկա, ոչ մի տարեթիվ չկա ու պատմությունը միանգամից բացվում է վերջաբանի վրա։ Ու 5-րդ ու 6-րդ գլուխները իրար հետ մեկտեղ կազմում են մեկ շարունակական պատմություն, որտեղ անիրավ Բաղդասարը հակադրվում է բարեմիտ, բայց խաբված Դարեհի հետ։ Այսպիսով այս 3 գլուխները իրար հետ միասին ցույց են տալիս 3 թագավորների տարբեր արձագանքներ կենդանի Աստծուն։ Նաբուգոդոնոսորը, որ թագավոր էր, բռնակալ էր, բայց խոնարհեցվեց Աստծո կողմից, Բաղդասարը անառակ ու սրբապիղծ մի կառավարիչ, մի քիչ հետո կասեմ ինչի եմ իրան կառավարիչ ասում, այլ ոչ թագավոր։ Դարեհը բարեմիտ, բայց խաբված թագավոր։ Այս 3 թագավորների արձագանքն է նկարագրված այս հատվածում։ Ու պետք է բայց ասել, որ իրանցից ոչ մեկ դիտավորյալ չի հալածում Աստծո ժողովրդին այն կերպ, որ մենք տեսնելու ենք հետագայում, որ Անտիոքոս Էպիփանեսը արեց դա։ Այսինքն այստեղ հալածանքը չի հիմնական թեման։ Հիմնական թեման 3-րդ, 6-րդ գլուխներում տեսնում ենք, այո, Աստվածավախ մարդիկ տառապում են, բայց
հիմնական թեման դա չի, ընտրված այս դրվագներն էլ ցույց են տալիս, որ աշխարհի այս մեծամեծ կայսրությունները ու դրանց ներկայացուցիչները բոլորն են ենթակա են Հուդայից գերեվարված այդ երիտասարդների Աստծուն, որը հավատարիմը ոչ միայն խոստացված երկրի ներսում, այլ նաև դրսում Աքսորի գերության ժամանակ։ Ու արդեն ասեցի, Բաղդասարի պատմական գոյության հարցը քննարկել ենք մեր ներածության ժամանակ, տարբեր մինչև 90-ականները շատ մարդիկ, կասկածամիտ մարդիկ տարբեր թեզեր էին առաջ բերում, որ գրքում սխալ կա, որովհետև նրա մասին արձանագրություն դեռ չէր հայտնաբերվել, թե բաբելոնյան արձանագրությունները նրան հիշատակող հղումները շատ քիչ են, այս գլխում ներկայացվածը, այսինքն ստացվում է, որ այս գլխում ինչ-որ ներկայացվում է իր մասին, դրանից բացի համարյա ոչ մի բան չունենք այս մարդու մասին, դրա համար այդպիսի սենց հակափաստարկ էր գալիս։ Ու երբ նվաճողի բանակները, մենք գիտենք, որ սա վերջին գիշերն էր Բաբելոնի կայսրության, ու փաստորեն ստացվում է, որ երբ այդ նվաճողի բանակները մոտենում էին մայրաքաղաքին, հո մի վայրկյանում չի ընկել Բաբելոնը, պատերազմա չէ, ցենց ժամանակ կար ժամանակ, չգիտեմ, ինչ-որ տարածք պետք է գրավելով գան հասնեն։ Ստացվում է, երբ որ այդ նվաճողների բանակները մոտենում էին մայրաքաղաքին, այս փոխարքան ապաստան է գտնում գինու խնջույքի մեջ, ինքը ուրիշ բանով չի զբաղվում, այդ էլ է տարօրինակ բան, ինչի համար պետք է տենց լիներ։ Ու բոլոր ընդունված, այսպես ասած, սրբազան սահմանները ոտնահարելով հրամայում է բերել Երուսաղեմի տաճարից տարիներ առաջ թալանված սուրբ բաժակներն ու ամանները, որի մասին առաջի գլխում ենք հենց կարդում։ Ու ինչի համար, որպեսզի ինքը ու իր հյուրերը դրանցով խմեն խնջույքի ժամանակ։ Բաբելոնի անկման շուրջ տեղի ունեցած իրադարձությունները վերականգնելը հեշտ չի, բացի այս եթե մենք պատմականորեն փորձենք նայենք, քանի որ շատ վաղ պատմություն է, հեշտ չի, բայց այսպես կոչված Նաբոնիդոսի տարեգրություն կա, իր հայրը։ Իր տարեգրությունը կա, որը պատմում է որոշ դետալներ, ու ասում է, որ Նաբոնիդոսի վերադարձի մասին է խոսում, նոր տարվա ծիսակատարության մասին իր հիշատակության մեջ, ասում է, որ նոր տարվա ծիսակատարության համար վերադարձել է։ Մենք էլի շատ եմ հղում անելու ներածությանը, որտեղ այս ամեն ինչը մենք արդեն խոսացել ենք։ Ինքը կրոնական թագավոր էր, ինքը սիրում էր ուխտագնացություն անել, հեթանոսական ուխտագնացության մասն է խոսքը։ Շրջում էր աշխարհում մեկ տարբեր տեղերով ու իր փոխարեն փոխարքա թողել էր գործերի վրա իր որդուն։ Ստացվում է, որ ինքը 17 տարի փաստացի թագավորն էր, բայց իր տեղը անում էր այդ բոլոր գործառույթը իր տղան Բաղդասարը։ Դրա համար է, որ մենք որպես թագավոր Նաբոնիդոսին ունենք հիշատակություններ, ու դրա համար է, որ մեզ մինչև իր անունը գտնել այդ տարեգրության մեջ, ասում էին, բա այդպես թագավոր չի եղել այդ տարեթվերին, որտեղ իր հայրն է եղել թագավոր, դրա համար որպես այսպես ասած նոմինալ թագավոր իր հայրն է եղել։ Լավ, ու այնտեղ ասում է, որ այս մարդը բացակայում է ու գալիս է տարեդարձին, նոր տարվա այդ ծիսակատարությունը կատարելու համար ու այդ տարեթիվը բացակայում է, բայց ենթադրվում է 17-րդ տարի։ Ինչի, որտեղ Կյուրոսի բանակները մոտենում էին, էլի եմ ասում, դա մի վայրկյանում գրավող բան չէր Բաբելոնը։ Ուրեմն Կյուրոսը Տիգրիս գետի վրա գտնվող քաղաքներից մեկի բաբելոնյան բանակի դեմ հարձակվում է ու շատ միանշանակ հաղթանակ է տանում, առանց մեծ ջանք է թափելու։ Ու Նաբոնիդոսը փախնում է տեղից, ինքը չէր մտնում Բաբելոն։ Ու Կյուրոսի բանակը փաստորեն ստացվում է մտնում է Բաբելոն առանց կռվի։ Իրան հակառակորդ ուժեր չկան։ Ու այս թագավորն էլ ստեղ է։ Հավանաբար հենց այս իրադարձությունն է հիշատակվում 5:30-ում մեր կարդացած հատվածում։ Ու ասվում է, որ քանի որ ասում է, որ նա սպանվեց, մենք գիտենք, որ Կյուրոսը անձամբ մտնում է քաղաք մեր թվարկությունից առաջ 539 թվականին։ Ու այս պատմական ֆոնի լույսի ներքո ինչի համար եմ այս ամեն ինչը պատմում, նախ հետաքրքիր է իմանալ, որտեղ ինքը դղակի ասում է սպանվեց այդ գիշեր։ Հետո շատ կարևոր բան է մեզ այս պատմությունը լուսաբանում առաջի համաների հետ կապված։ Ինչ է ստացվում։ Այս պատմական ֆոնի լույսի ներքո Բաղդասարի խնջույքը ստացվում է ինչ սարսափած իշխանի ինչ-որ վերջին ցնցումներ, որ ինքը ուղղակի ապարդյուն փորձում է իր այդ վախը խեղդել գինու մեջ։ Ինքը նես չի, որ ուրախ խնջույք է կազմակերպել։ Ու զարմանալի չի ու այն
ինչ որ տեղի ունեցավ պատիգրվածքից հետո զարմանալի չի, որ ինքը տենց իրան խայտարակ դրության մեջ դրեց, որ վախեցավ, հա, ծնկները դողաց, գոտկատեղը թուլացավ։ Այն փաստը, որ նրա հայրը լքել էր մայրաքաղաքը, անգամ չէր էլ մտել, մի անգամից տեսել էր արդեն պարտվում են, փախել էր, թողել էր թշնամու առաջ մենակ կանգնած, որոշ չափով, այսպես ասած, կարեկցանքել է, ոնց որ ցած խղճաս, այս թույլ ու սրբապիղծ իշխանին։ Ինքը այդքան էլ լավ վիճակում չէր։ Ու ինչ էր ինքը անում, ինքը փորձում էր վերջին պահին ուղղակի անել ինչ որ կարող անի, Աստծուն դեմ իր կարգավիճակից ելնելով։ Բայց հենց ամենասկզբից, եթե ավելի մոտիկից նայենք տեքստին, այստեղ նկարագրված է խնջույքի շռայլությունը։ Եթե Եստեր 1-ը կարդաք կամ հիշեք ընդդեղից հատվածներ, նմանություններ կարող գտնեք։ Ինչի համար, որովհետև պարսկական այս խմելու սովորությունների հետ կապված այդ ժամանակ աշխարհում այդպես էին անում թագավորները, հա, կարող եք այսպես են զուգահեռներ ուղղակի անցկացնել։ Ուրեմն թագավորը խնջույք է կազմակերպում, այստեղ ասում է կազմակերպեց 1000 հոգու համար։ 1000 բառը անկասկած պետք է անցալել որպես կլոր թիվ, ոչ թե բառացի, 1000 ուղղակի ինքը սիմվոլիկ թիվ է, որը նշանակում է շատ, հա։ Ու նախ այդ գաղասենյակը, որտեղ որ ինքը այդ խնջույքներ անում իր չափերի հետ կապված, թե առհասարակ այդ ժամանակ այդ մարդիկ տենց էին խոսում։ Ուզում եմ ցույց տա, որ շատ մարդ էր հրավիրել, ինչքան կարողացել էր, այդքան էլ հրավիրել էր։ Ու իրանց ներկայությամբ Բաղդասարը գինի է խմում ու այդ բարձր սեղանի մոտ ճաշից հետո ոնց որ խնջույքը շարունակվում է արդեն մի քիչ ավելի բաց ֆորմատով։ Այստեղ որ կանանց մասին, հարճերի մասին հիշատակություն է արվում, դուք արդեն պատկերացրեք ինչ խնջույքի մասին է խոսքը։ Իրանք ուղակի սեղանի վրա նստած գինի չէին խմում։ Այնտեղ շատ ավելի ուրիշ բաներ էր տեղի ունենում, որոնք որ նորմալ էին այդ ժամանակվա մշակույթում, այդ հեթանոսական։ Ուրեմն Բաղդասարը 1000 մեծամեծների առաջ խնջույք է կազմակերպում, այն պահին, երբ որ Կիրոսի բանակը մոտենում է քաղաքին։ Ու երբ որ գինին, ասում է, երբ նա գինին համտեսեց, կամ օրինակ, չգիտեմ, ուրիշ թարգմանություն կարող է գինին խմելիս, այս արտահայտությունը վերաբերում է խնջույքի այն ծեսին, որով սկսվում է այդ բացումը, հա, ինքը մի հատ պետք է գինին խմի ու բացի խնջույքը, արդեն համարվում է բացված։ Բայց ուրիշ մեկնիչներ ու իմ կարծիքով հնարավոր է, այո, որ նրանք ճիշտ լինեն, որոշ մեկնիչներ կապում են այս խոսքերը, հենց այս որ ասում է, երբ նա գինին համտեսեց։ Այս խոսքերը կապում են գինու ազդեցության հետ նրա վրա։ Այսինքն հնարավոր է, որ նրանք ճիշտ են, որովհետև միայն եթե պատկերացնեք, միայն այդ ժողովրդին հատուկ է, չէ՞, սնահավատությունը։ Միայն որ պատկերացնես սնահավատությունը ինքը իրանով արդեն կարող պահել մարդուն տենց սուրբ անոթների օգտագործումից, չէ՞, վախում ենք, բաղու մի բան լինի։ Հասկացանք մեր Աստվածը չի, բայց ամեն դեպքում իրանց հատուկ էր այդ սնահավատությունը։ Մենակ այդ հերիք էր, որ իրան պահերս ինչ որ ինքը արեց սրանից։ Դրա համար ես հակված եմ դրան, որ այս արտահայտությունը գրված է ոչ թե մենակ բացում ազդարարելու համար, այլ ուզում ասի, որ ինքը արդեն խմած էր։ Հա։ Ու հենց այդ պահին է, որ ինքը դրանից հետո է, որ հրամայում է բերել նես չի, որ ինքը բացում է այդ իմ ասածը դա, այդ բացումը այդ անոթներով ինքը չի անում։ Ինքը ուրիշ անոթներով բացում անում, ասում է բերեք, նրանք էլ բերեք։ Ու հենց այդ պահին է, որ հրամայում ասում է Երուսաղեմի տաճարից գողացված այդ սուրբ անոթները բերեք։ Ու սա բարձվում է փաստորեն ոչ թե ուղղակի ինչ որ ամփոյթություն է, այլ ինքը գիտակցված անում այդ սրբապղծությունը։ Անցնելով հա բոլոր սահմանները։ Ու իրեն բերում են այս ոսկե անոթները։ Այստեղ հետաքրքիր մի հատ հանգամանք կա, որ կարելի է նկատել, որ իրեն երբ որ երկրորդ ու երրորդ համարները եթե նայենք, իրեն ասում է բերեք ոսկե ու արծաթե անոթները ու իրան բերում են ոսկե անոթները։ Ու իմ կարծիքով հեղինակը ուղղակի խուսափել է այդ ճշգրիտ կրկնությունից բառերի ու փորձել է զուտ չկրկնի երկրորդ համարի բառերը մեկին մեկ։ Նես չի որ ինքը հրամայել է ոսկուն ու արծաթինը բերել, բայց արծաթինը պահել են մենակ ոսկունն են բերել։ Ու որտեղ դա քիչ հավանական է։ Ընդհանուր ինքը այդ ամեն ինչից ուզում էր օգտվել։ Եթե անել է, ուրեմն անենք մինչև վերջ, այս բանը դրամաբանությամբ։ Ու Աստծո պատասխանը չի ուշանում։ Հանկարծ խնջույքի աղմուկը լռում է, պատկերացնում եք, իրանք ինչքան լավ էին այդ պահին իրանք զգում։ Սենց ուզում եմ մտքով մենք տեղափոխվենք, որտեղ էսի պատմություն է։ Ու լռում է այդ աղմուկը։ Ու փաստորեն տեքստից կարելի է ենթադրել, որ միայն թագավորն է տնում այդ ձեռքի մատները, որ գրում է պատի վրա։
ու գրում են այդ ձեռքի մատերը սպիտակ սվաղի վրա լամպի դիմաց։ Ու տեսեք, այս մանրամասների կոնկրետ այդ կրկնությունը մատնանշում է, որ ականատեսի վկայություն է սա։ Ու կոնկրետ ես կարող եմ ասեմ, որ հենց թագավորի վկայությունն է սա։ Պալատի գահասենյակը, սվաղված պատերը, այդ եզակի լամպը, պատկերացնում եք, չէ՞, եզակի բանով է խոսում այդ լամպի մասին, որի լույսի տակ գրվում այդ դատավճիռը։ Այդ ճրագակալը, որի մասին խոսում են, ոնց որ ինքը միակն էր այդ հսկայական պալատում, հա, դա անսովոր բան է։ Բնականաբար այդ մի լամպը չէ, շատ լամպեր կա։ Ուղղակի ես խոսում եմ ականատեսի մասին, որ ապշած ուղղակի նկարագրում է կոնկրետ sense ֆիքսված այն դետալները, որ այդ հատվածում է տեղի ունեցել։ Ու անմիջապես իրան պատում են ծայրահեղ վախի նշանները։ Ու դրանք ծիծաղալի կթվային են մարդկանց, ովքեր որ չէին տեսնում այդ ձեռքը։ Պատկերացնում եք, ասում են խմած նայեք ինչ է անում։ Իրանք տեղյակ չէին ոչ տեսիքի, ոչ դրա պատճառի մասին, որտեղ իրանք բնականաբար չէին մտածում, որ ինքը սխալ բան է անում, անոթները պղծելով։ Ու տեսնում են, որ գույնը փոխվում է, ծնկները դողում են ու գոտկատեղը թուլանում։ Ու նա ով մի քանի րոպե առաջ ծաղրում էր Աստծուն, հիմա փաստորեն կանգնած է այդ Աստծո առջև, նույն Աստծո առջև։ Ու այս վիճակում արդեն թագավորը բարձրաձայն օգնություն է կանչում։ Բայց ում է օգնության կանչում, էլի մենք արդեն շատ ենք տեսել այս խումբը, որ միշտ գալիս է ու գլուխը կախ հետա գնում, գալիս է որ օգնի, գլուխը կախ հետա գնում։ Ինչ անեն, իրաց գործն էլ դա է։ Կախարդները, քաղդայացիները, աստղագուշակները։ Էլի գալիս են, էլի չեն կարողանում ոչ մի բան անել։ Բայց հետաքրքիր է, որ չեն կարողանում ոչ մի բան անել։ Այդ բառերի մասին մի քիչ հետո կխոսենք։ Նրանց անզորությունը ու այս թագավորի անօգնականությունը կտրուկ հակադրությունը առաջին 4 համարներ պատկերացնում եք 4 համար գրվում է իրանց արարքի մասին, իրենք ինչքան լավ են իրանց զգում։ Հետո միանգամից գալիս է հակադրությունը, որ արդեն ինչքան վատ են իրանց զգում դրա պատճառով։ Ու թագավորը խոստանում այն ամենը, ինչ որ իր աչքերում արժեքավոր է։ Ծիրանի հագուստ, ոսկե շղթա, երրորդը թագավորության մեջ, հա, երրորդ իշխանի դիրքը, այսինքն ինքը ուզում է այդ իմաստությունը գնի, որ իր թագավորությունը չփլուզվի, բայց փաստորեն չի ստացվում իր մոտ։ Այստեղ տեսնում ենք մի հատ հետաքրքիր էլի հանգամանք 10-ից 12 համարներում Թագուհու միջամտությունը։ Թագուհին իր ինքնությունն էլ հետաքրքրական է, ով էր այդ Թագուհին։ Ակնհայտ է, որ ինքը Բաղդասարի կինը չէր, քանի որ նրա կանայք ու հարճերը գրված արդեն ներկային խնջույքին, իսկ այս տիկինը ոչ։ Իր խոսալուց մենք հասկանում ենք, որ ինքը պալատում էր Նաբուկոդոնոսորի օրոք եւ նրա հիշողությունը կարծես sense հասնում են թագավորական վաղ շրջանը Նաբուկոդոնոսորի։ Ստացվում է, որ ինքը տարեց էր ավելի։ Նաբոնիդոսի մոր մասին եթե խոսենք, Բաղդասարի տատու մասին եթե խոսենք, գիտենք, որ ինքը ազդեցիկ ազգավորություն է, բայց կարծես իրան բացառում են ու մեծ մասը մեկնիչների բացառում են, որովհետեւ Նաբոնիդոսի այդ տարեգիրքը արձանագրում է թագավորի մոր մահը նրա 9-րդ տարում թագավորության, բայց այս 17-րդ տարին է։ Ու ստացվում է, որ միակ տարբերակը որ մնում է, դա այն է, որ ամենայն հավանականությամբ ինքը Նաբոնիդոսի կինն էր, Բաղդասարի մայրը։ Բաղդասարի մայրը Թագուհին գալիս է ապարանք ու հիշեցնում է անցյալը։ Ու ինքը ասում է, որ ճանաչում էր Նաբուկոդոնոսորի օրերին Դանիելին։ Արդեն Դանիելն էլ է տարեց այս ժամանակում արդեն։ Այս առիթով Թագուհին, հա, թագավորի մայրը թույլ է տալիս իրան առանց հրավերի մտնել թագավորի մոտ, որտեղ վիճակը արդեն կրիտիկական է։ Ու ինքը ողջունելի մի առաջարկ է անում, որ կա մեկը ով կարող է օգնել, հա, ու թագավորին դա հույս աներ շնչում։ Կարելի է, եթե չլիներ էլ սա, որպես գոնե վերջին միջոց սա օգտագործել, լսել ես կնոջը, որտեղ ուրիշ տարբերակ չկա։ Այն 3 խումբը, որ թվարկված էր, էլի եկան, ոնց եկան, տենց էլ գնացին առանց մեկնելու։ Վերջին հույսն էր Դանիելը։ Եթե Թագուհին չգար, դժվար Դանիելը միջամտել, որովհետև թագավորը հազիվ գնահատեր տարեց Դանիելին, որովհետև ինքը մենք գիտենք, որ հնարավոր չի մի խոսքով ինքը չիմանար իր խորհուրդները իր, հա, Նաբուկոդոնոսորին, ինչա տեղի ունեցել Նաբուկոդոնոսորը գրեց, հիշում եք, անցած գլխի մեծ մասի հեղինակը Նաբուկոդոնոսորն էր հենց։ Հնարավոր չի այդ ամեն ինչը ինքը տեղյակ չլիներ։ Ու Դանիելն էլ վկայել էր 2:28-ում, որ իր իմաստության աղբյուրը Աստված է, ու դա ապացուցվել էր։ Ինքը ոչ մի բանով չհավատալու տեղ չուներ դրան։
Ու թագուհի խոսքերը կարևոր են, որ Դանիելի իմաստությունը ասում է, որ մարդկային չի ու իր գիտելիքի աղբյուրը Աստված է։ Այն մարդը, ում տարիներ շարունակ թագավորը անտեսում էր, դառնում է փաստորեն իր վերջին հույսը հիմա։ Ու Դանիելը ներկայացնում է թագավորին արդեն իսկ ձևավորված կարծիքով, իրան ասում է, որ քո մեջ կա աստվածների հոգի, այս արտահայտությանը մենք անցած անգամ անդրադարձել ենք եւ չենք անդրադառնա։ Դու կարող ես բացատրել ու արդեն խոստում է, որ եթե բացատրես, կպարգևատրվես։ Ու Դանիելը լսում է, թե ուրիշները ինչ են ասել իր մասին ու ինչ է իրանից պահանջվում ու ինչ պարգև կստանա, եթե այդ առաջադրանքը կանա հաղթահարել։ Բայց Դանիելի առաջին քայլը հստակ սահման գծել է։ Եթե ուշադիր լինեք, ինքը այստեղ ուրիշ ձև է պատասխանում Բաղդասարին, բայց երբ որ խոսում էր Նաբուկոդոնոսորի հետ, ուրիշ ձև էր իր այդ խոսում։ Միանգամից տեսեք ինչ ասում, քո պարգևները թող քեզ լինեն։ Այդ բացումը չկա, էլի, հա, այդ բացումն էլ չկա սկի։ Չի ասում օրինակ թագավորը ապրած կենա, հավիտյան ապրի, չգիտեմ, սենց։ Քեզ են մենք օտվածները։ Այսինքն ինչ է ուզում ինքը ասի, որ ուզում ասի, որ կարծում ես կարաս իմաստուն անարգես, բայց ինչ-որ պարգևներով փորձես իմաստություն գնել ինձանից։ Հա։ Այսինքն այն ինչ-որ տեղի է ունեցել, ինձ տիպում ասա, որ քեզ ինի քո պարգևները, ինձ քո նման մարդուց ոչ ոք պետք չի։ Ինչպես Նեմանը, հիշում եք այդ պատմությունը Եղիսեի առաջ, որ ինքն էլ պետք էր գիտակցեր, ու այդպես էլ Բաղդասարը պետք է գիտակցեր, որ Աստծո պարտքը փողով չես կարող գնել։ Ու այստեղ հետաքրքիր բան կա, մենք անդադ ասում ենք, չէ, որ ինքը ամենայն հավանականությամբ պապն էր Բաղդասարի, բայց այստեղ Նաբուկոդոնոսորին էլի անվանում է իմ հայր։ Մենք սրան էլ ենք անդրադարձել։ Օրինակ հрьяաները ասում են, չէ, մեր հայր Աբրահամը, բայց օրինակ 2000 տարի Աբրահամի մահից հետո է այդ մարդը խոսում դրա մասին։ Մենք հասկանում ենք այս պատմական համատեքստը, իրենց խոսելու կերպը։ Ամենայն հավանականությամբ այո, Նաբուկոդոնոսորը իր ոչ թե հայրն էր, այլ պապը։ Հետո Դանիելին էլ սկզբից իմ մոտ գերացա, որ հարցնում ասում, դու ես Դանիելային տարագիրներից, որոնց իմ հայրը վերեց Հուդայից։ Հա, այդ եմ ասում։ Մեկը լսել է։ Ասում է իմ հայրը։ Բայց էլի հարցնում ասում, դու ես Դանիելը։ Տեղյակ էր, որ Հուդայից գերիներ են եկել, հա։ Ու տենց ասում։ Ու Դանիելը օգտվում է առիթից ու տալիս է իր մեկնաբանությունը այն անցած գլխից, ասես կարճ է մեկնություն ունենք Դանիելի։ Տեսեք ինչ հետաքրքիր ու շատ լուրջ ձևով այնքան ամփոփում են անցած երկար գլուխը։ Դանիելը օգտվում է դրանից, ասում է դե որ դու քո հորն ես հիշատակում, դե ես էլ մի բան կասեմ քո հոր մասին։ Սենց ոնց որ ինքը խաղում այն բառի վրա, որը օգտագործել էր թագավորը։ Դու քո հորն ես մեջբերում, ուրեմն մի բան քեզ պատմեմ։ Ուրեմն քո հայրը Նաբուկոդոնոսորը մեծ էր, բայց իր մեծությունը տրված էր Բարձրյալ Աստծուց։ Ուստեղ էլի հատկանիշները թվարկում, ու այն հատկանիշները, որ Դանիելը թվարկում է, իրանց մեջ կա իշխանություն, փառք ու մեծություն, այս արտահայտությունը։ Ու Սուրբ գրքում դժվար չի հիշել, որ այս ամեն ինչը պատկանում է Աստծուն, ոչ թե մարդկանց։ Իսկ եթե մարդիկ դրանք յուրացնում էին, ուզում էին իրենց վրա վերցնել, պետք է սովորեին, որ իրանք ենթակա են ավելի բարձր իշխանության։ Առաջի մնացորդած 29:11-ն եմ ուզում կարդամ, որ ասում է քոնն են ով Տեր մեծությունը, զորությունը, փառքը, տեսակ ես երեքը միասին։ Հաղթությունն ու մեծափառությունը, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած ամեն ինչ քոնն է։ Քոնն է թագավորությունը ով Տեր, դու որպես գլուխ բարձրացված ես ամենքից վեր։ Հայտնություն 5:13-ը։ Ու լսեցի, որ ամեն մի արարած, որ երկնքում է եւ երկրի վրա եւ երկրի տակ, դրանք որ ծովում են ու այն ամենը, ինչ որ նրանց մեջ կա, ասում են. Գահի վրա նստողին ու գառնուկին լինի օրհնություն, պատիվ, փառք ու զորություն հավիտյանը Սավիտենից։ Այս տիտղոսները մենակ Աստծուն են պատկանում Սուրբ գրքում, բայց մարդիկ ուզում էին դրանք յուրացնել։ Դանիելը ասում է, որ այս ամեն ինչը երբ որ տալիս է Աստված թագավորին, երկրի վրա գտնվող թագավորին, պետք է այդ ամեն ինչի տվողին ճանաչես։ Պետք է հասկանաս, որ ինքն է դա տվել։ Եթե դու դա չես հասկանում, ոնց որ քո Նաբուկոդոնոսոր հայրը չէր հասկացել։ Դրան հետևում է մի հատ ուրիշ իրադարձություն։ Ու նկարագրում է ինչ իրադարձություն է հետևում։ Նաբուկոդոնոսորը դա սովորում է խոնարհեցման միջոցով։ Վտարվում է մարդկանց միջից, ապրում է գազանների պես, էշերի հետքեր են տալիս իրեն, միջև որ ճանաչեց, որ Աստված է տիրում։
Բայց էլի հակադրությունը կա։ Բաղդասարը չսովորեց այդ պատմությունից։ Ինչի համար է Դանիելը դա պատմում։ Քո հայրը այսպես էր, բայց փաստորեն դու դա չես սովորել։ Ինքը պատմությունից դաս չքարեց։ Ավելին գնաց հերու։ Հա, հակադրություն անում։ Դու քո հորնես մեջ բերում, ասեմ ինքը իր պատմությունը իր ձև եղավ, ու տես հիմա դու ինչ արեցիր։ Դու չարեցիր տենց։ Ու ավելին ինքը հերու է գնում, գիտակցաբար պղծում է սուրբ անոթները, երկրպագում է անշունչ աստվածների ու անտեսում է Աստծուն, ում ձեռքում էր իր շունչը։ Դանիելը սենց է նկարագրում դա։ Ինքը անտեսում այն Աստծուն, ում ձեռքում էր իր շունչը։ Ստացվում է, որ սա պարզապես անտեղյակություն չի, ինքը գիտակցաբար ապստամբել էր երկինքի Աստծո դեմ։ Ու 24-ից 28-րդ համարներում արդեն գրության մասին ենք խոսելու։ Դանիելը շեշտում առաջին ու կարևոր ճշմարտությունը, որ գրող ձեռքը Աստծուց էր ուղարկված, իր Աստծուց էր, ում որ ինքն էր պաշտում, այդ Աստվածն էր ուղարկել այդ ձեռքը։ Ու խոսքը թագավորի համար է, դրա համար է թագավորը միայն դա տեսնում։ Միայն հիմա տեքստի մեջ սկզբից ասում է, չէ՞ որ բառեր գրվեցին, բայց հիմա նոր հրապարակում են այդ ինչ բառեր էր գրված։ Այս էլ է հետաքրքիր, հա, այսպես գրական sense հնարք, Դանիելի ներկայացումից հետո նոր նշվում է կոնկրետ ինչ էր գրված, դրանից առաջ ոնց որ sense ինքը խորհրդավորությունը պահվում է բառերին։ Մանե, թեկև, փարես, այս 3 բառերն են, հիշում եմ, ես որ ես փոքր էի, sense բանը կարդացել էի ու նաև մենք բան ունեինք, նայում էինք, մուլտֆիլմ կար, այս պատմությունը շատ կար մեջը, Superbook է մուլտֆիլմը որ կար։ Միշտ այս բառերը որցս կարդում եմ, ասում եմ, կողը սա երկնային, sense ինչ-որ բառեր էր, ու շատ հետո քրիստոնյաների են հանդիպեցի, որ տենց էին իրանք մտածում։ Սա ինչ-որ երկնային բառեր են, որ մենակ Դանիելը կարողացավ հասկանալ։ Ու տենց էլ երկար տարիներ չեմ ուսումնասիրել։ Հետո որ արդեն մի քիչ նայում էի իր պատմական, հա, համատեքստը, հասկացա, որ դրանք անծանոթ լեզուներ չեն, բառեր չեն։ Բայց սենց ավելի է հետաքրքրանում։ Եթե դրանք անծանոթ լեզուներ չեն, ինչի համար են իրանք Դանիելին կանչել ընդհանրապես։ Կամ ինչի համար է բախտագուշակները չկարողացան կամ խաղդայացները դա մեկնել։ Իրանք չափեր էին ու կշիռներ էին։ Այս մանեն, թեկերն ու փարեսը։ Իրանք հասկանալի էին, շատ պարզ հասկանալի էին եբրայերեն ու արամերեն ընթերցողներին։ Ու չէին ներկայացնում որևէ տենց տարօրինակ լեզու, ինչ-որ երկնային բան, բայց կարան իրանք տարօրինակություն ու առաջացնում են ժամանակակից ընթերցողի մոտ։ Ու թագավորի դժվարությունը հետևաբար բառերի բառարանային նշանակությունը իմանալը չէր, դրանց այդ նշանակությունը տալը չէր։ Ինքը ուզում էր հասկանալ անձամբ իր համար ինչ է դա նշանակում։ Ինքը հասկանում էր, որ դա չափեր ու կշիռներ է գրված պատին, բայց լավ ինչի համար։ Ու ինքը կարար մտածել, որ այն ինչ որ ես հիմա ստեղ արել եմ, կարա դրա հետ դա կապ ունենա, որտեղ ինքը հատուկ էր դա արել։ Ինքը գիտեր, որ Իսրայելի Աստվածը կենդանի Աստված է, չնայած դրան արել էր դա։ Այսպիսով թագավորը կանգնած էր 3 բառերի առաջ, որոնք ցույց էին տալիս sense քաշի չափեր։ Օրինակ, եթե մենք ասենք, չգիտեմ, տոննա, կիլոգրամ, քարոտ, sense մեծից փոքր, որ ասենք, չէ, բոլորս հասկանում ենք ինչ է դա նշանակում։ Բայց պատկերացրեք, եթե մեկի դիմաց sense ձեռք հայտնվի ու sense գրվի պատինի, ինչ է հասկանալու, ինչ է դա նշանակում։ Տոննա, կիլոգրամ, քարոտ, ինչ է դա նշանակում։ Դրա համար պետք էր իրան, որ մեկնեին ինչ է նշանակում։ Ու Դանիելը դրանք մեկնաբանում է որպես բայեր։ Դրա համար ինքը հնարավոր չի, որ ինքը իր ուժերով հասկանա դա ինչ է նշանակում։ Որովհետև Դանիելի մեկնությունը ինքը այդպես որպես ուղիղ չի մեկնում, որպես բայեր է մեկնում։ Մանեն ասում է նշանակում է, որ Աստված հաշվել է քո թագավորությունը։ Ինքը տոննաժի մասին բառը վերցնում է ու որպես բայ է օգտագործում ու Աստծո հարաբերակցությամբ ասում է Աստված կշռել է կամ հաշվել է քո թագավորության օրերը։ Դրանից հետո Դանիելը տալիս է իր թագավորական, կներեք, մարգարեական մեկնաբանությունը։ Այսինքն քո ժամանակը ավարտված է։ Էլի հնարավոր չէ մենակ այդ բառի ընթերցանությամբ հասկանաս ինչ է ու դրա եզրակացությունը որն է։ Ինքը համ դա բայ է որպես մեկնաբանում, համ տալիս է նշանակությունը։ Սա նշանակում է, որ քո ժամանակը ավարտված է։ Թեկեր, դու կշռվել ես Աստծո կշեռքում, էլի որպես բայ է մեկնվում։ Ու դրանից հետո էլի գալիս է մարգարեական մեկնությունը։ Ու թեթև ես գտնվել։ Սրանք իր եզրակացություններն են։ Փարեսը քո թագավորությունը բաժանվելու է։
էլի որպես բայա մեկնաբան ու էլի գալիս է մարգարեական մեկնությունը մարերի ու պարսիկների միջև այս քաշի բառը իր մեջ ոչ մարերին ոչ պարսիկներին չի ներառում բայց Դանիելը դա տեսնում է ստացվում է որ ասում է քո ժամանակը ավարտված է ու դու թեթև ես գտնվել ու մարերի ու պարսիկների միջև քո թագավորությունը կբաժանվի տեսնում ենք որ Բաղդասարը ամեն դեպքում պահում է իր խոսքը Դանիելին հագցնում են ծիրանի պարանոցին կախնում ոսկե շղթա ու ինքը հռչակվում է երրորդ իշխանը բայց ամենակարճատև երևի թե պատմության մեջ առաջ խաղացումներից մեկն էր ինչի որտեվ նոր իշխանը պետք է կարգեր իր սեփական կառավարությունը այդ վերջի գիշերն է մենակ այդ ժամանակ էր ինքը երրորդն է իմիջայլոց ինչի համար օրինակ ասում երրորդ մարդը խիշի ասում երկրորդ որովհետև ինքն էր երկրորդը առաջինը Նաբոնիդոսն էր այդ նոմինալ թագավորը երկրորդը ինքը որպես իր տեղակալ կառավարիչ ինքը իրանից հետո մենակ կարար երրորդ մարդ տալ երկրորդ չէր կարող տալ որովհետև ինքն էր երկրորդը ինքը իրանից հետո ամենաբարձր դիրքն է տալիս երազը մեկնողի Դանիելին ստացվում է ու մենք արդեն վերջաբանը ունենք իմիջայլոց ամենավերջին համարը այստեղ որ կարդացի 31-րդ համարը շատ տեքստերում բացակայում է ու հին տեքստերում նկատի ունեմ կարող է ձեզ մոտ թարգմանությունի որ չգիտեմ ճակերտների մեջ վերցված լինի ինքը գալիս է որպես այսպես ասած մեկնաբանություն 6-րդ գլխի համար 6-րդը sense է չէ սկսում դարեհին աճերի թված որպեսզի հարց չառաջանա ով էր այս դարեհը այնտեղ մեկնաբանությունը կա չեմ կարող ասեմ ինչով է պայմանավորված որ որոշ ձեռագրեր մանուսկրիպտների մասնախոսքը պապիրոսների որոշներում կա որոշներում չկա բայց հիմնականում վերջանում է 30-րդ համարով գլուխը Բաղդասար թագավորը սպանվեց ու գլուխը ոնց որ գալիս է կուլմինացիային ու ոնց որ Աստծո դատապարտությունով վերջանում է այդ գիշերը Բաղդասարը սպանվում է ու Բաբելոնը ընկնում է կայսրությունը արդեն փաստորեն ուրիշներին է պատկանում թագավորներ թագավորություններ ունեն միևնույն ճակատագիրը ինչ է ստացվում այս պատմությունից ինչ կարանք հասկանալ Բաղդասարը ներկայացվում այս պատմության մեջ որպես պրակտիկ աթեիստ ինքը ապրում է ոնց որ Աստված գոյություն չունի ու վերջում երբ որ արդեն իր մոտ ոչ իման չի ստացվել փորձում է ուղղակի ալկոհոլի միջոցով այդ իրականությունը լրացնել իր մեջ իր նման շատ մարդիկ են այսօր վարվում իրանց կյանքը ապրում են ոնց որ Աստված չկա կամ եթե գիտեն իրենց մեջ չեն կարողանում լրացնել այդ գաղափարը որ Աստված կա չեն ուզում հավատան որ Աստված պատվիրաններ է տվել որ դրանց պետք է հնազանդվել ու փորձում են այսպիսի վիճակներում մաքսիմալ շատ sense ճակերտներով ասած իհարկե իդիոմա է վնաս տալ Աստծուն չէ Աստծո դեմ լուծել հա էլի մի բան անեն չեն կարող ոչ մի բան անել ուղղակի այդ իրանց բնույթից է գալիս Դանիելը ընդունեց վերջում այդ պատկերը իրան դա տվեցին ինքը արդեն իր հակադրությունը արել էր գրածա որ իրան տվեցին բայց տենց որպես այդպեսին ընդունել չես կարողանաս որտեվ Դանիելը գիտեր որ այդ իր վերջին գիշերն է չի այդ պաշտոն չի էլի ոնց որ դա ամենակարճ առաջ խաղացումն է ոնց որ խնջույքը պատկերացրեք երեկոյան հաց են ուտում երբ կուտեին օրինակ 7-ին 8-ին դրանից հետո գնում են խնջույքի հացից հետո տենց լավ բառ կա ուղղակի հիմա չեմ ուզում ասեմ անգլերենով հիմա շատ տարածված է էլի հա after party տենց մի բան են կազմակերպ արդեն ուշ է չգիտեմ օրինակ 10-ը 11-ն է չէ այդ գիշերը սպանվելու է մինչև Դանիելին կանչել են եկել են այնտեղ մի քանի խումբ եկել անզորա գտնվել գնացել է չէ ինչ է ստացվում է որ մի քանի ժամվա առաջ խաղացում է այդ հա ու վերջ այդ գիշեր ինքը սպանվելու է մեկը տեսնում եք քանի թագավորի է Դանիելը խորհուրդ տվող որպես ծառայում արդեն տարեց մարդեր հաջորդ անգամ էր հաջորդ գլխում էր ինքը իր դերակատարությունը չի կորցնի շատ մեծ տարիքում բայց ուրիշ էլի կայսրություն կտեսնենք որ ինքը փաստորեն էլի մեծ դիրք ուներ ընտեղել ու այս Բաղդասարի բացահայտ այս անարգալից վերաբերմունքը բարձրալ Աստծո հանդեպ համահունչ էր այս ազգի բնավորությանը մենք գիտենք Սուրբ գրքում Բաբելոն բառը ինչ իմաստով է միշտ գործածվում իսկ ավելի լայն իմաստով բոլոր մարդկային սրտի վիճակին Սաղմոս 90-ում լավ խոսքեր են
ասված սրա հետ կապված, որ թեև ասում է 10-րդ, 12-րդ համարները, որ մարդկային օրերը չէ, ասում են, որ հաշվված են, բայց քիչերն են իրենց համար այդ օրերը հաշվում։ Սա այն դասն է, որ կարանք քաղենք ըստիս, իհարկե, եթե էլի ինչ-որ կիրառական հետաքրքիր դիտարկումներ ունեք կլսեմ, բայց հիմնականում սա է, որ մարդը անցյալից դասեր չի քաղում, մարդը պատմությունը արհամարում է ու իրականում պետք չի տենց անել ու դուրս գալ Աստծո դեմ, ում որ դու հաստատ գիտես, որ ոչ միայն գոյություն ունի, այլ նաև կարողություն ունի մարդկանց խոնարհեցնելու։ Ու արդեն վերջում սա փոքրիկ հիշատակում կա Մարացի Դարեհի մասին, բայց որպես իրական անձ, մոտ 62 տարեկան, ինքը հատուկ է գրած, ինչի համար եմ դա ասում, հաջորդ անգամ կուսումնասիրենք իր գոյությունները, շատերը կասկածի տակ դրել են արձանագրություններում իր անունը չհանդիպելու պատճառով, բայց ինքը ստեղ որպես լեգենդար կերպար չի հանդես գալիս, ինքը տարիքը հատուկ նշում է, մոտ 62 տարեկան էր, որ գահ բարձրացավ, մարդ էր ինքը իրական։ Այսպես, եթե դիտարկումներ կան, օրինակ ինչ կարանք բացի այս ամեն ինչից sense պրակտիկ վերցնենք։ Եթե կգնեք խնջույքներում, հանդիպի չխնեք։ Հանգած արգելված անոթներ չօգտագործեք։ Դե ամեն դեպքում ինձ թվում է Դանիելը Բաղդասարի